Համաշխարհային ֆուտբոլում երբեմն կատարվում են բաներ, որոնք կարող են լինել 100 տարին մեկ կամ երբեք։ Ահա այսպիսի երեկո էր երեք։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է Վահագն Ամիրջանյանը եւ ես եկել եմ խոսելու Ատլետիկո Մադրիդ Բարսելոնա խաղի մասին։ Էլ ինչ իսպանական երեկո, որ չլինեն կրքեր, չլինեն լիքը հարցեր, չլինեն լիքը բախումներ, կռիվներ, ֆանտաստիկ պատմական իրադարձություններ, էլ ինչ։ Այո, հենց այդպեսին է նաև Ատլետիկո Մադրիդ Բարսելոնա հանդիպումը։ Հանդիպում, որը կայանում էր Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում եւ առաջի խաղն էր Մետրոպոլիտանոյում Ատլետիկոյի հարկի տակ։ Այս խաղում եղավ գրեթե ամեն ինչ։ Վատ խոտածածկ, մրցավարական սխալներ, մրցավարական տարօրինակ որոշումներ, շատ գեղեցիկ գոլեր, տակտիկական հետաքրքիր քայլեր, ֆանտաստիկ գեղեցկության գոլեր եւ ֆանտաստիկ գեղեցկությամբ հույզեր։ Երբ սկսենք ամենասկզբից, խաղից առաջի խաղակեսից եւ հերթով գանք հասնենք բոլոր այն հարցերին, որոնց մասին ես այսօր խոսելու եմ։ Իսկ այդ հարցերը, հավատացեք, շատ են։ Առաջի խաղակեսի հենց մեկնարկում տեղի ունեցավ մի խախտում Սիմեոնեի կողմից, որը կարծում եմ պետք է զգուշացվեր դեղին քարտով։ Բալդեի հետ է դրվագում, կոպիտ խախտում կատարեց, բայց քանի որ մեկնարկում էր, մրցավարը գուցե ներեց եւ որոշեց, որ այդ դրվագում դեղին քարտ չի լինելու, բայց կարծում եմ, որ այդ դեղին քարտը պետք է լինի։ Ինչու եմ խոսում այս դեղին քարտի մասին, որտեղ հետագայում պետք է լինի ինչ-որ մի դրվագ, որը շատ կարևոր է հենց այս դրվագը ուսումնասիրելուց հետո։ Արդեն խաղի երկրորդ, երրորդ րոպեին նույն Սիմեոնեն դուրս է գալիս մենակ Ժոան Գարսիայի դեմ, ձախ եզրում ուղղակի կտրում են պաշտպանությունը, այնտեղ նաև հենակետային գոտում սխալվում է Կասադոն եւ շատ կարծես Գրիզմանն էր, եթե չեմ սխալվում, փոխանցում կատարվող, շատ գեղեցիկ փոխանցում է կատարում եւ Սիմեոնեն դուրս է գալիս մենակ, հարվածում է եւ Ժոան Գարսիան փրկում է։ Քիչ անց խոտածածկը արդեն եկավ իր մասին հիշեցնելու, իր մասին ասելու։ Էրիկ Գարսիան հետ փոխանցում է կատարում, Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնում են պրեսինգի։ Ժոան Գարսիան այդ պահին մտածում էր հետեւյալը. նա չէր հաշվարկել, որ խոտածածկից կարող է լինել անդրադարձ, գնդակը բարձրանալ եւ որոշակիորեն փոխել ուղղությունը։ Նա արդեն նայում էր դեպի դաշտը, որպեսզի պատկերացներ, թե ում կարող է փոխանցում կատարել, եւ այդ պահին, քանի որ նա գլուխը բարձր էր եւ նա չէր նայում գնդակին, գնդակը գալիս է եւ անակնկալ գնում է դեպի դարպասը։ Ժոան Գարսիան չի հարցնում գնդակի հետևից, այնտեղ վերջում Կուբարսին հեռացնում է, բայց արդեն գնդակը դարպասում էր եւ սա ինքնագոլ է Էրիկ Գարսիայի անվան։ Թերևս այդ դրվագից հետո եթե անգամ չլիներ ինքնագոլ այնտեղ Լուկմանը գոլ խփեց, բայց դա իհարկե կարևոր չէ, այսպես հաշիվը դառնում է 1-0 եւ թվաց, որ այս անջատված իրավիճակում Բարսելոնան հիմա պետք է հավաքվի եւ փորձի ավելի կենտրոնանալ այս խաղի վրա, որովհետեւ Ատլետիկոն շատ բուռն եւ հարձակողական էր սկսել այս խաղը, բայց հարձակողական ոչ թե այն առումով, որ վերցրել էր գնդակը դաշտի կենտրոնը, այլ լրիվ հակառակը։ Նրանք ուղղակի հիասքանչ էին օգտագործում Բարսելոնայի պրեսինգը, նրանք շատ լավ ուսումնասիրել էր Դիեգո Սիմեոնեն Բարսելոնայի պրեսինգը եւ նրանք անընդհատ կարողանում էին այդ պրեսինգից դուրս գալ։ Իհարկե այստեղ կան մեծ հարցեր։ Ինչու էր այդ պրեսինգը ավելի վատ գործում, որովհետեւ ես կարծում եմ Ֆլիկը մեկնարկային կազմի հետ կապված կատարել էր որոշակի սխալներ։ Օլմոին օրինակ ձախ եզրում դնելը, Էրիկ Գարսիային կենտրոնական պաշտպանների զույգում դնելը, երբ այդ դիրքում արդեն մի քանի խաղ է հստակորեն պարզ երևում է, որ Ժերար Մարտինը ավելի լավ է խաղում որպես կենտրոնական երկրորդ պաշտպան ձախ կողմից, բայց այդպիսի որոշում էր կայացրել։ Կասադոն հենակետային գոտում դնել այսպիսի խաղում հաշվի առնելով նրա մարզավիճակը վերջին խաղերում եւ ձախողումները, սա եւս սխալ որոշում էր։ Ես կարծում եմ մեկնարկային կազմի հետեւյալ ընտրությունը պետք է կատարել, որպեսզի այդ պրեսինգ մոդելը աշխատեր, որտեղ երբ թիմում չկան Ռաֆինյան եւ Պեդրին, Ռաֆինյան սկսում է սովորաբար այդ պրեսինգը եզրից եւ նրա հետևից բոլորը շարքով սկսում են կատարել այդ պրեսինգը, իսկ դաշտի կենտրոնում այդ պրեսինգը, այդ հակապրեսինգը ավելի լավ իրագործում է իհարկե Պեդրին, նա երևի լավագույններից մեկն է այդ հակապրեսինգ մոդելում ամբողջ աշխարհում, բայց չկար Պեդրին, չկար Ռաֆինյան, չկար Ռեշվորդը նաեւ, որը երբեք այդպես շատ չի փայլել պրեսինգով, բայց իր արագության հաշվին, իր ֆիզիկական պատրաստվածության հաշվին միշտ կարողացել է օգնել եզրում եւ ավելի լավ ասած կատարել այդ դերակատարումը, քան Օլմոն։ Հիմա հարց է առաջանում, Օլմոն արդյոք չի խաղացել երբևէ ձախ եզրում։ Խաղացել է։ Իսպանիայի հավաքականում շատ խաղերում նա խաղացել է եւ եղել է դեպք, որ խաղի ընթացքում է նաեւ ստացել նրանք խաղալ ձախ եզրում, օրինակ Իսպանիայի հավաքականի ամենավառ խաղերից մեկը Եվրոյի Գերմանիայի հավաքականի հետ խաղն էր, եթե կհիշեք։
Եվ այդ խաղում հենց նա գոլային փոխանցումը կատարեց ձախ եզրից, որտեղ այդտեղ էր խաղում, բայց կա այստեղ մի հատ շատ մեծ բացառություն, երբ որ դու Օլմոին դնում ես այսպիսի թիմի դեմ ձախ եզրից, որտեղ դու չունես Կուկուրելիայի նման հզոր պաշտպանվող պաշտպան, այլ ունես Բալդեին, որը ավելի հարձակողական ֆուտբոլիստ է, քան պաշտպան, եւ նա վատ է պաշտպանվում, եւ բացի դրանից դու չունես նաեւ շատ ուժեղ հենակետային, որը կօգնի այս եզրում, որտեղ հիմնական ուժն էր Ատլետիկո Մադրիդի խորացած, այնտեղ էր գնում Գրիզմանը, այնտեղ էր գնում Խուլիան Ալվարեսը, այնտեղ էր գնում Լյորենտեն, որը կիսապաշտպանությունում հիասքանչ դերակատարում ուներ, բայց շատ էր տեղափոխվում Ատլետիկոյի Մադրիդի հարձակման աջ եզր, իսկ Բարսելոնայի պաշտպանության ձախ եզր։ Ընդհանրապես Ատլետիկոն խաղում էր 4-4-2 սխեմայով, բայց նրանք պաշտպանվում էին 5-4-1 սխեմայով եւ այդ անցումները պաշտպանությունից դեպի հարձակում նրանք հիասքանչ էին անում, շատ ռիսկային փոխանցումներով, հիմնականում Բալդեի եզրից ճղում էին ուղակի ու անցնում էին։ Միշտ բարձր բլոկն էլ իհարկե օգտագործելով անընդհատ Ժուլիանո Սիմեոնեն փախնում էր Բալդեից, այո, Բալդեն դանդաղ ֆուտբոլիստ չէ, նա շատ արագ ֆուտբոլիստ է, բայց Սիմեոնեն եւս արագ ֆուտբոլիստ է։ Եվ այս խաղում այնպեսի տպավորություն էր, որ Սիմեոնեն մոտոցիկլետով է, իսկ Բալդեն ոդկով, որովհետև անընդհատ նա կարողանում էր փախչել եւ ավելի արագ էր գտնվում, քան Բալդեն եւ հիմնականում էլ գոլերը հենց գալիս էին դրանից։ Մենք հիմա հերթով դրան կանդրադառնանք։ Որպեսզի այս բանը ավելի հստակ հասկանանք, այդ պրեսինգ մոդելը Բարսելոնայի մոտ չէր աշխատում, որովհետև ընտրված էր սխալ մեկնարկային կազմ, կարծիքով եզրից պետք է խաղար Ֆերրան Տորեսը, Էրիկ Գարսիան, որ ավելի լավ է խաղում հենակետային գոտում, պետք է խաղար հենակետային գոտում, իսկ Ժերարդ Մարտինը պետք է խաղար պաշտպանության կենտրոնում Կուբարսի հետ, որովհետև շատ ժամանակներ պարզ ցույց է տվել ընդհանրապես, որ Էրիկ Գարսիա Կուբարսի պաշտպանողական զույգը դաշտի կենտրոնում սովորաբար ձախողվում է, հատկապես նման թիմերի դեմ, ինչպիսին Ատլետիկոն է, որը կարողանում է եզրերով շատ մեծ տառապանքների հասցնել Բարսելոնա, հատկապես երբ որ այնտեղ կա նաև Բալդեն, ու դա շատ լավ էր ուսումնասիրել Դիեգո Սիմեոնեն եւ այդպես ուղղակի ամբողջ խաղը սպանեց Բարսելոնային։ Հետո եղավ երկրորդ գոլը, նորից նմանատիպ Խուլիանո Սիմեոնեն եզրում ստանում է, կարողանում է նորից անցում կատարել, փոխանցում կատարել եւ գալիս է գոլը, շատ գեղեցիկ գոլ է խփում այդ դրվագում Գրիզմանը, նոր այդտեղ նաև հենակետայինի գոտին է կաղում այս գոլի դրվագում, որտեղ նորից փոխանցումը եկավ ձախ եզրից եւ կեն գոտուց, որտեղ հենակետային կիսապաշտպանը պատասխանատու էր, այնտեղ չգիտես ինչու Դե Յոնգն էր փորձում գալ վերադառնալ, բայց չհասցրեց, բայց Կասադոն ամբողջությամբ կորել էր այդ դրվագում։ Կասադոն ընդհանրապես տոտալ ձախողեց այս հանդիպումը, ինչպես նաև Բալդեն եւ Բարսելոնայում շատ ֆուտբոլիստներ, սակայն կոնկրետ իրադարձային ամենամեծ ձախողումները իմ կարծիքով այս խաղում ունեցան հենց նույն Կասադոն եւ Բալդեն, որտեղ նրանց դիրքերից էին գալիս բոլոր գոլերը։ Եղավ երկրորդ գոլը, հետո Խուլիանո Սիմեոնեի անցումից հետո եւ հիասքանչ փոխանցումից հետո շատ լավ կողմնորոշվեցին եւ Լուկմանը կարողալ Խուլիան Ալվարեսը շատ լավ կողմնորոշվեց, Լուկմանին ուղարկեց, որ Լուկմանը կարողացավ երրորդ գոլը խփել, հետո խաղավերջում նորից նույն եզրից նմանատիպ փոխանցում, Խուլիանո Սիմեոնը նորից առաջ է շարժվում, փոխանցում է Լուկմանին, Լուկմանը շատ հարմար փոխանցում է հենակետային գոտի, որտեղ արդեն ոչ մեկը չկա, որովհետև խաղի 37-րդ րոպեին Կասադոն փոխարինվել է եւ ինչու է փոխարինվել, որտեղ Ֆլիկի միակ մտածելակերպը դա հարձակման մասին է, նա մտածում է, որ պետք է թիմը միշտ հարձակվի, թիմը պետք է միշտ գոլեր խփի եւ նա երբեք իր խաղաոճից չի հրաժարվելու։ Սա Ֆլիկի գուցե խնդիրներից մեկն է, բայց իր խաղաոճը սովորաբար մինչեւ այս պահը աշխատել է Բարսելոնայում։ Նա տիտղոսներ է նվաճել, նա ոչ մի եզրափակիչ չի պարտվել, բայց այսպիսի պահ ինչ որ պետք է գար։ Պետք է գար մի պահ, որ Բարսելոնայը իր պահերը չօգտագործեր, իսկ մրցակիցը օգտագործել իր գրեթե յուրաքանչյուր պահ եւ ստեղծել լիքը պահեր, որոնք չէր օգտագործել։ Իրականում Ատլետիկոն առաջի խաղակեսում կարող էր ավելի շատ գոլ խփել, կարող էր խփել 7 գոլ, 8 գոլ, անգամ 9 գոլ, Բարսելոնան իհարկե եւս ուներ հնարավորություններ, այնպես չի որ չուներ, երկու հնարավորություն ուներ, երկուսի ուշադրության կենտրոնում էլ Ֆերմինն է, առաջին դեպքում նա անկյունային խաղարկումից հետո դարպասաձողին հարվածեց, իսկ երկրորդ դեպքում նա պարտավոր էր իմ կարծիքով փոխանցել Ֆերրան Տորեսին, որ այդ դրվագում այսպես ձեռքերով դատել ինչու չփոխանցեցիր եւ հարվածեցիր, երբ որ դարպասապան Մուսոն ամբողջությամբ տարածությունը փակել է ու դու հարվածեցիր նրա վրա, բայց այդ դրվագի մասին իհարկե ոչ մեկը չի խոսում, որովհետեւ Ֆերրան Տորեսը այդ դրվագում հիասքանչ էր բացվել, բայց փոխանցում չստացավ եւ Ֆերմինը փչացրեց այդ բանը։ Բայց ինչն էր այստեղ Կասադոյի փոխարինումը կատարելուց հետո արդեն հենակետային գոտին ավելի խոցելի դարձավ, բայց պրեսինգ մոդելը սկսեց համեմատաբար ավելի լավ աշխատել, որովհետև արդեն Ֆերրանը գնաց ձախ եզր, Լևանդովսկին խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում եւ Յամալը խաղում էր աջից։ Այս ֆորմուլայում Օլմոն եւ Ֆերմինը կենտրոնում էին կիսապաշտպանության, 2-10 համարներ, որտեղ Ֆերմինը ավելի 8 համարի պարտականություններ էր կատարում եւ հենակետային գոտին 6 համարի գոտին խաղ նաեւ ստեղծագործող այսպես ասած 6 համարի գոտին
Ինչը Arbeloa-ի օրինակ խաղային սխեմաների մեջ է մտնում շատ եւ նա շատ է սիրում որ հենակետային կիսապաշտպանելում է նաեւ խաղարկող, այդ ֆունկցիան կատարում էր Դե Յոնգը, բայց 4-րդ գոլի ժամանակ այդ ֆունկցիան նա լավ չկատարեց, նա չհասցրեց դաշտի կենտրոնում նորից պահել այդ հետ փոխանցումները, որոնք գալիս են, եւ Խուլիան Ալվարեսը, որը երկար ժամանակ վրիպում էր այսպիսի դիրքերից եւ այս խաղում էլ ֆանտաստիկ մի հնարավորություն գրեթե ազատ դարպասին արված եւ Կունդեն հեռացրեց գնդակը դարպասից, կարողացավ շատ լավ գոլ խփել եւ հաշիվը դարձնել 4-0։ Առաջի խաղակեսում մինչեւ Կասադոյի փոխարինումը Կասադոն արեց մի խախտում։ Սա այն սկանդալային դրվագներից մեկն է, որին ես ուզում եմ անդրադառնալ։ Սրա մասին ոչ մեկը իհարկե չի խոսում, սա խոսում է միայն մադրիդյան մամուլում։ Կատալոնական մամուլը պարզ է, որ իր դեմ եղած ինչ-որ բաները չի խոսա, բայց այստեղ Կասադոն շատ կոպիտ խախտում է անում հետևից Լյորենտեի դեմ, եթե չեմ սխալվում, եւ այդ դրվագում, որը դուք կտեսնեք հավանաբար այս տեսանյութում, նա հետևից անկումը դա դեղին քարտ էր, բայց նա հետո միտումնավոր երկրորդ հարվածն է հասցնում Լյորենտեի ոտքին եւ Լյորենտեն այդ ժամանակ նոր ընկնում է։ Հնարավոր է դա Լյորենտեն չէր, ես ասպայն սխալ եմ հիշում, բայց տեսանյութում պարզ կլինի թե ով էր։ Եվ այս խախտումը ես հատուկ քննարկեցի երկու մրցավարների հետ։ Ես կարծում եմ, որ սա կարող էր լինել կարմիր կարտ, քննարկեցի մրցավարների հետ եւ նրանք էլ ինձ ասացին, որ այո, մրցավարը կարող էր այս դրվագում ցուցադրել կարմիր քարտ, բայց մրցավարը բավարարվեց դեղինով։ Եվ սրանով էր նաեւ պայմանավորված, որ Ֆլիկը մի անգամից փոխարինեց Կասադոին։ Իհարկե միտքը այն էր, որ նա ուղղեր իր տակտիկական սխալները եւ պրեսինգը սկսեր արդեն եզրից Ֆերրան Տորեսի միջոցով, բայց եւ կենտրոնում բերել Դե Յոնգին, որը կկատարեր Կասադոյի պարտականությունները, այսպես փորձել լուծել են աղետը, որը ստեղծվել էր առաջին 3 գոլերի ժամանակ, սակայն նաեւ սրանով էր պայմանավորված, որովհետեւ Կասադոն այդ դրվագում կարող էր հանգիստ ստանալ կարմիր քարտ, բայց մրցավարի հայեցողությամբ դա դեղին եղավ, առից էլ չկանչեցին, իսկ այդ դրվագից հետո յուրաքանչյուր խախտումը հասկանում են Կասադոյի համար կարող է լինել երկրորդ դեղին եւ կարմիր քարտ, դրա համար էլ նաեւ փոխարինվեց Կասադոն, ոչ միայն տակտիկական նկրտումներով, նաեւ սա է պետք, շատ կարեւոր է սա ֆիքսել։ Հետո սկսեց երկրորդ խաղակեսը, այստեղ արդեն սկանդալները դարձան իրապես իսպանական, իրապես խայտառակ եւ արդեն այստեղ միայն տուժվեց Բարսելոնան։ Հիմա ես կխոսեմ թե ինչպես տուժվեց Բարսելոնան։ Եթե հիշում եք, որ ես սկզբից նշեցի, որ առաջի խաղակեսում արդեն առաջի րոպեներին պետք է Խուլիանո Սիմեոնեն ստանար կարմիր քարտ, բայց նա անգամ, կներեք, դեղին քարտ, բայց նա դեղին քարտ չստացավ այդ դրվագում։ Իսկ հետո նա արեց ավելի կոպիտ խախտում, իհարկե այստեղ ինչ որ արդարացումներ փորձում է գտնել իսպանական մադրիդյան կողմը, թե խոտածածկին դիպավ դեմից, հետո անդրադարձ եղավ եւ նոր ոտքը դիպչեց Բալդեին, բայց սա հստակ կարմիր քարտ էր։ Սա հստակ կարմիր քարտ էր, այստեղ արդեն իմ կարծիքով շատ պետք է հայեցողություն ունենայր, որ վառոք չնայեր այդ դրվագը ու կարմիր չտայր։ Եթե սա անգամ դեղին էր, արդեն առաջի խաղակեսում պետք է լիներ դեղին եւ ամեն դեպքում Խուլիանո Սիմեոնեն պետք է հեռացված լիներ դաշտից։ Այո, խաղային ասպեկտում Ատլետիկո Մադրիդը ուղակի քանդ ու քարափ արեց Բարսելոնային բոլոր ասպեկտներում, հատկապես առաջի խաղակեսում, բայց այս մրցավարական մանր դետալները իրականում ազդեցին խաղի վրա եւ կարող էր, չեմ ասում, որ Բարսելոնան այս խաղում կհաղթեր, բայց գուցե հնարավորություններ կստանար այդ կարմիր քարտից հետո օրինակ հաշիվը կրճատելու, ավելի ջրելու, չգիտեմ, գոնե 2 գոլ խփելու եւ արդեն Կամպ Նոում ավելի մեծ շանսեր ունենալու։ Սա կարեւոր է նշելը։ Այո, խաղով Ատլետիկոն լավն էր ամեն ինչով, սա պատմական իրադարձություն էր, Բարսելոնան ընդհանրապես 21-րդ դարում եւ ես ընդհանրապես նայեցի պատմությունը եւ չգտա այդպիսի բան, որ առաջի խաղակեսում Բարսելոնան բաց թողներ 4 գոլ։ Սա պատմական իրադարձություն էր բոլոր առումներով, երբեք նման բան չէր եղել։ Վերջին անգամ երբ Բարսելոնան առաջի խաղակեսում 4 գոլ էր խփել, 4 գոլ էր բաց թողել, դա եղել էր այն լեգենդար Բավարիայի հետ խաղում 8-2 հաշվով, որտեղ 4-1 էին պարտվել, այսինքն գոլ կարողացան էին խփել առաջի խաղակեսում, բայց որ բաց թողնեին 4 գոլ, այսինքն 4 գնդակի տարբերությամբ պարտվեին առաջի խաղակեսից հետո նման բան երբեք չէր եղել։ Երբեք չէր եղել։ Եվ եկավ այդ դրվագը, այդ կարմիրի դրվագը ու մրցավարը որոշեց, որ դա կարմիր քարտ չէ։ Դա միանշանակ կարմիր քարտ էր։ Հետո եղավ ամենամեծ սկանդալը, սրա շուրջ ես նորից խոսել եմ 2-3 մրցավարների հետ, խոսել ենք մեր ֆուտբոլային ադմինների չաթում, Մալաքյան Գևի, Ֆայկի հետ, ուղղակի 40 րոպե քննարկում էինք այս դրվագը։ Ես այդ մրցավար իմ ընկերների հետ, երբ որ խոսել եմ, իրենց հետ էլ ահագին ժամանակ քննարկել եմ։ Ընկերներից մեկի հետ հեռախոսով եմ անգամ խոսել այս թեմայով, որպեսզի ավելի հստակ հասկանանք, թե ինչ եղավ այդ գոլի ժամանակ, երբ Կուբարսիի գոլը չհաշվեցին։ Երբ ես խաղը դիտում էի, իմ մոտ տպավորություն էր, որ խաղի դուրս իրավիճակը
Լևանդովսկիի մոտ արեցին եւ ես գրեթե համոզված եմ որ այնտեղ ինչ որ սխալմունք է եղել եւ սխալ գիծ են գծել բայց հետո երբ որ ես խորացա դրվագի մեջ եւս երկու անգամ այս խաղը դիտեցի այդ դրվագը մի քանի անգամ դիտեցի խորացա այս դրվագի մեջ ուրեմն տեսեք ինչ է կատարվում Ֆերմինը փոխանցում է կատարում փոխանցումից հետո գնդակը դիպչում է Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստին այնտեղ աննշանակում է բայց սա իրականում այդքան էլ կարևոր չէ որտեղ այդ պահին ոչ Լևանդովսկին ոչ Կուբարսին հաստատ սա համոզված ասում եմ չեն գտնվում խաղից դուրս իրավիճակում հետո Լևանդովսկիից լինում է երկու հպում սկզբից դիպչում է ոտքին հետո մյուս ոտքի ծնկին կարծես թե եւ գալիս է դեպի Կուբարսին ահա այս դրվագում մրցավարները նկատել են միլիմետրանոց խաղից դուրս իրավիճակ բայց Անզեն աչքով անհնար է այդ խաղից դուրս իրավիճակը նկատելը ուղղակի անհնար է ես սա վստահորեն ասում եմ անհնար է անզեն աչքով տեսնել խաղից դուրս իրավիճակ այդ դրվագում ես ուղղակի չէի տեսնում խաղից դուրս իրավիճակ ու ոչ մեկը չի կարող տեսնել ու ինչն է այստեղ ցավը հետեւյալն է որ ըստ արդեն պաշտոնական մամուլի իսպանական լիգը աղբյուրների հետ կապված իհարկե կան նաև հակառակ կարծիքներ նույն այն արխիվո վառը որին ես ընդհանրապես չեմ վստահում օրինակ Սիմեոնեի դրվագում ասում է հաստատ կարմիրը ինչի հետ ես համաձայն եմ իսկ կոնկրետ այս դրվագում ասում է խաղից դուրսը ճիշտ է արձանագրվել բայց իմ կարծիքով սա ճիշտ որոշում չի եղել եւ ես բացատրեմ թե ինչու ճիշտ որոշում չի եղել որովհետեւ երբ համակարգը չի աշխատում ընկերներ Անզեն աչքով անհնար է ինչքան էլ մրցավարները լինեն ամենամեգա պրոֆեսիոնալները չեն կարող անզեն աչքով այդ գիծը այնքան ճիշտ գծել որ այդ 0.01 միլիմետրը երևա իսկ այնտեղ միանշանակ այդպիսի միլիմետրերի մասին է խոսքը խաղից դուրս իրավիճակի ինչպես է լինում որ համակարգը չի աշխատում նրանք 5-7 րոպե որոշում են դա գծել եւ ակնհայտ է որ այստեղ նրանք հայեցողությամբ ավելի շատ հակված են եղել այս գոլը չհաշվելու, քան հաշվելու։ Սա իհարկե սկանդալ է, ընկերներ, սա սկանդալ է, իզուր չէ, որ Բարսելոնա խաղից հետո այդքան դժգոհ էին ֆուտբոլիստները, Ֆլիկը շատ չոր արտահայտվեց այս դրվագների հետ կապված, նշեց որ այնտեղ անհնար է խաղի դուրս իրավիճակը, եւ ես հասկանում եմ Ֆլիկին։ Եթե անգամ ընկերներ այստեղ համակարգը գործեր եւ լիներ խաղից դուրս իրավիճակ, Այլի հարցեր առաջանալու էր, բայց քանի որ համակարգը չի գործել, այս իրավիճակը հաշվել խաղից դուրս իրավիճակ եւ դրվագը այնպես է, որ կամ այս կողմ կամ այն կողմ դու ուղղակի պետք է որոշում կայացնես կողմ ինչ որ մեկի, երբ որ դու համոզված չես, սա խաղից դուրս իրավիճակ է, ապա դու այսպիսի պահին պետք է հաշվես գոլը իմ կարծիքով, այլ ոչ թե չհաշվես գոլը, սա սխալ մոտեցում է, սա ճիշտ մոտեցում չէ, սա խայտառակ մոտեցում է, ասեմ ավելին, որովհետև չի կարելի նման որոշում կայացնել, ուղղակի չի կարելի, բայց մրցավարը որոշեց, որ այդտեղ մրցավար վառի մրցավարներ, այսինքն գլխավոր մրցավարը այստեղ ընդհանրապես մեղավոր չի, գլխավոր մրցավարին այստեղ մեղադրել չի կարելի, նա սպասում էր, որ իրեն ասեին, կար խաղից դուրս վիճակ, թե չկար, համակարգը չի գործել, բայց ասում են խաղից դուրս իրավիճակ կար, ինչպես կարողացան նրանք այդ գծերը գծել, ես ուղղակի ապուշ եմ կտրում, ինչպես Այս դրվագը շատ սկանդալային է, իհոք, իհարկե մամուլում, նույն Մովիստարը իր հատուկ սարքով ասում է, որ մենք տեսել ենք, որ այդտեղ կար միլիմետրանոց խաղից դուրս իրավիճակ, նույն այդ արխիվը վառը, որին ես չեմ վստահում, բայց սա կոնկրետ իսպանական ֆուտբոլի խնդիրն է, սա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդիրն է, սա Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիայի խնդիրն է, սա ընդհանրապես իսպանական ֆուտբոլի մեծագույն խնդիրն է այս մրցավարությունը, ինչպես կարող է top 5 լիգաներից ռեյտինգով երկրորդ, երրորդ լիգան կամ ունենալ նման խայտառակ պարագաներ։ Ինչ է նշանակում, եթե ֆուտբոլիստները շատ են տեղակայված լինում, համակարգը չի աշխատում։ Այսինչ աբսուրդ է։ Միթե այդ սարքը երբ որ սարքում էին, չէին մտածում, որ խաղադաշտում կա 22 ֆուտբոլիստ, ու շատ հնարավոր է, որ դրվագներից մեկում այնտեղ լինեն 20 ֆուտբոլիստ կամ անգամ շատ ավելի կախված իրավիճակից։ Միթե չի կարողանալու այդ համակարգը խաղից դուրս իրավիճակ գտնել, չգիտեմ, սա ինչ որ մեգա աբսուրդ է, սա ես բացատրություն չունեմ, ուղղակի բառեր չունեմ նկարագրելու, թե սա ինչ է, սա ինձ համար խեղկատակություն է, բոլոր իմաստներով։ Եվ այս գոլը չեղարկվեց, հետո Բարսելոնան, եթե ասեմ, որ ունեցավ շատ վտանգավոր պայեր այս խաղում, եւս մեկ գոլ խփելու սուտ կլինի, հետո նաեւ մնացին 10 հոգով, սխալվեց Ֆերրան Տորեսը, որը իդեպ առաջի խաղակեսի ավարտից հետո ես իմ Telegram-յան ալիքում նշեցի, որ Բարսելոնան այս խաղում եթե ցանկանում է ինչ որ ձև թռչել, որպեսզի երկրորդ խաղում իմաստ ունենա պայքարել եւ ավելի ռեալ լինի երկրորդ խաղում խնդիրը լուծել եւ դուրս գալ եզրափակիչ, պետք է խփի արագ գոլ։ Այդ արագ գոլը կարող է լինել երկրորդ խաղակեսում։ Ոչ միայն այս խաղից դուրս իրավիճակի դրվագում, այլ կար եւս մեկ դրվագ։ Հենց խաղակեսի սկզբում երկրորդ խաղակեսի երկրորդ րոպեին երկրորդ խաղակեսի Ֆերրան Տորեսը հիասքանչ բացվում է եզրով, հիասքանչ ընդունում է գնդակը եւ շքեղ փոխանցում է կատարում դեպի հենակետային գոտի, որտեղ Ֆերմին Լոպեսի հարվածից հետո
փրկում է այնտեղ Մուսոն նորից։ Այս դրվագի մասին էլ ոչ մեկը չի խոսել, բայց սա երկրորդ խաղակեսում Բարսելոնայի ամենահետաքրքիր գրոհն էր եւ ամենագեղեցիկ գրոհն էր։ Բայց դրա մասին ոչ մեկը իհարկե չի խոսելու։ Հիմա անցնենք արդեն այդ Ֆերմինի կարմիր քարտի դրվագին։ Այստեղ ընկերներ Ֆերմինի ասում Էրիկ Գարսիայի Ֆերրան Տորեսը սխալվեց եւ Էրիկ Գարսիան խաղաց շատ անփույթ։ Նա շատ կոպիտ խաղաց, բացի դրա այնտեղ կար նաեւ Արաուխոն հերվում եւ գուցե մրցավարը կարող էր այս դրվագում դիտարկել, որ Արաուխոն կարող էր հասնել։ Բայց միաժամանակ սա այնպիսի դրվագ է, որտեղ հստակ մեղադրել մրցավարին, որ սխալ որոշում է կայացրել, ես չէի փորձի։ Ուղղակի կա մի հատ այսպիսի բան, որը ես նկատեցի ու չեմ կարող դա չնշել, այդ դրվագում մրցավարը կանգնած էր շատ մոտ եւ նա բացատրում էր, թե ինչու տեղին տվեց Ատլետիկոյի ֆուտբոլիստներին, բայց հետո չգիտես ինչու նրանք կանչում են վերևից, նա գնում է դիտում է կրկնապատկերը եւ որոշում է, որ սա կարմիր քարտ է։ Ես չեմ ասում սա կարմիր քարտ չէ, բայց այս դրվագը շատ կասկածելի է եւ սա իրենից ենթադրում է, որ մրցավարը ակնհայտ հայեցողություն ուներ Ատլետիկո Մադրիդի կողմ։ Ես սա վստահորեն ասում եմ, մրցավարը ակնհայտ ավելի հայեցողություն ուներ Ատլետիկո Մադրիդի կողմ, ինչը ազդեց Բարսելոնայի վրա։ Այո, Բարսելոնան չէր հաղթելու այս խաղը։ Հնարավոր է անգամ այդ գոլից հետո Բարսելոնան 5-1 պարտվեր, 6-1 պարտվեր, բայց նաև հնարավոր էր, որ խաղար 4-2, ինչու ոչ։ Գուցե ինչ-որ ավելի լավ գնար սցենար եւ 4-3 լիներ։ Ես չեմ հավատում 4-4 կամբեքին, բայց կարող էր, տարբեր սցենարներ կարող էր լինել, բայց այսինքն այս ֆանտաստիկ Ատլետիկոյի պերֆորմանսի, այդ եզրերի ճեղման, այդ դաշտի կենտրոնի ճեղման միջոցով Լորենտեի ֆանտաստիկ խաղի, Գրիզմանի, նույն Խուլիան Ալվարեզ եւ Գրիզմանը զույգի ֆանտաստիկ աշխատանքի, պրեսինգի, նույն Սիմեոնեի այդ ֆանտաստիկ աշխատանքը ես չեմ ուզում նսեմացնել։ Ատլետիկոն այս խաղում մեկ է հաղթելու էր եւ հնարավոր է ավելի խոշոր էլ հաղթեր։ Հատկապես առաջի խաղակեսում Ատլետիկոն կարող էր, չգիտեմ, 8-9 գոլ խփել։ Այստեղ հարցը այն է, որ այս ամեն ինչի, այս ֆանտաստիկ պատմական հաղթանակի հետևում չի կարելի ամբողջությամբ բարթել մրցավարների վրա, այդ հաղթանակը լինելու էր։ Բայց մրցավարները ազդեցին գուցե, ոչ թե գուցե, այլ ազդեցին հստակ այն բանին, որ կարող էր խաղը հստակ այլ սցենարով գնար, եթե որոշումները ավելի ճիշտ լիներ։ Եթե օրինակ լիներ կարմիր քարտը, 10 հոգով Ատլետիկոն գուցե շատ գոլ բաց կթողներ։ Եկեք կփակվեին, ավտոբուս կդնեին, գուցե հակագրոներով ինչ-որ բան ստացվեր, բայց կա այստեղ հավանականություն, որ Բարսելոնան ավելի հարմար հաշվով կպարտվեր։ Եթե հաշվեին այդ գոլը, հնարավոր է ինչ-որ բան փոխվեր։ Իհարկե այս խաղում վերջում Ատլետիկոն կարող էր նաև 5-րդը խփել, այնտեղ Սորլոտը ազատ դարպասին վրիպեց, բայց ընդհանուր առմամբ խաղում այնպիսի իրավիճակ էր, որ որքան էլ պատմական էր, որքան էլ Դիեգո Սիմոնեն ֆանտաստիկ էր ուսումնասիրել ամեն ինչ, հիասքանչեր բիլդ-ափը Ատլետիկոյի, ուղղակի շքեղ էր, որը կատարվում էր եզրում։ Ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց նաև Լուկմանը։ Բարսելոնայից եկի Կունդեն լավ խաղաց, մի քանի անգամ փրկեց, բայց Լուկմանը իրականում Կունդեի եզրում դժվարություններ առաջացնում էր, ուղղակի հիմնական վտանգը հիմնականում գալիս էր Բարսելոնայի պաշտպանության ձախ եզրից, ու Կունդեն ստիպված երբեմն գնում էր կենտրոն ու պարզ է, որ ազատվում էր նաև աջ գոտին, իսկ հենակետային գոտին գոյություն չուներ Բարսելոնայում այս խաղում, սա ամենատոտալ սխալներից մեկն էր։ Եվ հիմա եկեք ամփոփենք։ Մենք ունեցանք մի այնպիսի իրավիճակ, որտեղ Բարսելոնան տոտալ ձախողվեց մարշչական տեսանկյունից, սա մարշչական պարտություն էր, տոտալ ձախողվեցին մի քանի ֆուտբոլիստներ։ Բարսելոնայի վնասվածքները իհարկե իրենց արեցին, որտեղ եթե լինեին Պեդին ու Ռաֆինյան այդ պրեսինգ համակարգը միանշանակ լրիվ ուրիշ կերպ կաշխատեր ու դրանից չէր օգտվի Սիմեոնեն։ Սիմեոնեն դա հիասքանչ էր ուսումնասիրել։ Սիմեոնը հիասքանչ գիտեր, որ դաշտի կենտրոնում չկա Պեդին, դրա համար Լորենտեին հատուկ դերակատարում էր տվել եւ Լորենտեն ուղղակի հրեշի նման կերավ դաշտի կենտրոնում Բարսելոնայի ֆուտբոլիստներին։ Նա հրաշալի գուցե գիտակցել էր, որ այդ եզրում կարող է խաղալ Օլմոն, այլ ոչ թե Ֆերրանը, եւ Օլմոյի դեպքում նա ավելի մեծ ազատություն կունենա այդ եզրում ու նույն Լորենտեն շատ դեպքերում դաշտի կենտրոնից տեղափոխվում էր եզր, այնտեղ էր նաեւ գնում Գրիզմանը, այնտեղ էր գնում Խուլիան Ալվարեսը ու այնպես էին կարողանում այդ ամեն ինչը համակարգված ու գեղեցիկ անել, այդ բիլդ-ափը հենց էին կազմակերպում ու Ատլետիկոն սովորաբար այսքան ռիսկային ֆուտբոլ երբեք չի խաղում։ Բայց նրանք Բարսելոնայի դեմ խաղում, որ Ռեալի դեմ խաղում են։ Եվ դրա հետ կապված մի հետաքրքիր վիճակագրություն ես կասեմ։ Ու նրանք կարողանում էին այդ միջոցով, այդ ռիսկային ֆանտաստիկ բիլդ-ափի շնորհիվ, նրանք կարողանում էին Բարսելոնայի դարպասին ստեղծել մեկը հետևից բայր, հատկապես առաջի խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում իհարկե այդ փոփոխություններից հետո տակտիկական որոշ հասկացողություններից, հետո Բարսելոնան իհարկե երկրորդ խաղակեսը ավելի լավ խաղաց, բայց մրցավարական աղետի պատճառով գուցե չկարողացավ այս խաղում ինչ-որ ձև կրճատել։ Ես չեմ ասում դա հաստատ կլիներ, գուցե նաև լիներ հակառակը,
Բայց ամեն դեպքում այդ պետք է ասել։ Ես ուզում եմ խոսել նաև այստեղ մի կարևոր հանգամանքի մասին, որի մասին չեմ տեսել, որ ոչ միտեղ խոսեն։ Այսպիսի խաղեր լինում են ընկերներ ֆուտբոլում ու Բարսելոնայում պետք է գար այս օրը, այսինքն մի օր գալու էր այս օրը, որ մրցակիցը օգտագործեր իր պայերը, իսկ Բարսելոնան ձախողվեր։ Այսօր Բարսելոնան չկարողացավ այն ֆուտբոլը ցուցադրել, որը սովորաբար ցուցադրում է, եւ նրանք պարտվեցին։ Այսպիսին է ֆուտբոլը, ընկերներ։ Այսպիսին է եւ դու պետք է դրա հետ հաշվի նստես։ Խոսենք հիմա թե ինչ կարող է լինել Camp Nou-ում։ Հնարավոր է արդյոք comeback թե ոչ։ Ֆուտբոլի պատմության մեջ շատ դեպքեր են եղել ընկերներ, երբ եղել են նման հաշիվներ եւ շատ քիչ դեպքեր են եղել, երբ որ եղել են comeback-ներ։ Եվ դրանցից մեկի հեղինակն է, բոլորս գիտենք, որ այն լեգենդար Բարսելոնան էր Paris Saint-Germain-ի հետ խաղում 6-1 հաշվով, բայց ինչ է պետք դրա համար։ Դրա համար պետք է շատ կարևոր բաներ զուգադիպեն, շատ բաներ համընկնեն։ Պետք է այդ օրը հաջողությունը ամբողջությամբ լինի Բարսելոնայի կողմը։ Ատլետիկոն պետք է վատ խաղա, Բարսելոնայի մոտ պետք է ամեն ինչ իդեալական ստացվի։ Բարսելոնայի գրեթե յուրաքանչյուր հարված պետք է վերածվի գոլի, եթե Բարսելոնան ցանկանում է այդ խաղում հետ գալ։ Ֆուտբոլում լինում են այդպիսի բաներ, բայց ես հավանականությունը շատ քիչ եմ տալիս, բայց չեմ բացառում Բարսելոնայի comeback-ին շատ բարդ կլինի դա անել, բայց եթե սցենարը առաջի խաղակեսից սկսած գնա Բարսելոնայի սցենարով, Բարսելոնան խփի արագ գոլ, նաև առաջի խաղակեսում գոնե խփի երկրորդ գոլը, եւ պաշտպանությունում իհարկե դա է մի քիչ բարդ պատկերացնել, անկեղծ ես հավատում եմ, որ Բարսելոնան կարող է 4 գոլ խփել, բայց ես չեմ հավատում, որ Բարսելոնան այդ ընթացքում գոլ բաց չի թողնի։ Սա է հիմնականում խնդիրը, որը ես կարծում եմ, որ շատ է դժվարացնում Բարսելոնայի խնդիրը պատասխան խաղում։ Բայց Ֆլիկի հայտարարությունները, ֆուտբոլիստների հայտարարությունները Ների Գարսիայի, Դե Յոնգի նրա մասին են, որ նրանք ճակատամարտ են տալու։ Դեկուի հայտարարություններ էր դրա մասին, որ նրանք պատերազմելու են եւ փորձելու են comeback իրագործել։ Հետաքրքիր կլինի, որ նրանք comeback իրագործեն եւ մենք վերադառնանք նորից այս խաղին եւ նորից խոսենք այս խաղի մասին եւս մեկ պատմական իրադարձության հետ կապված, որովհետեւ այս խաղը պատմական էր Ատլետիկո Մադրիդի համար եւ գուցե ինչու ոչ։ Բարսելոնայում իզուր չէ, որ նրանք երբեմն ասում են Բարսելոնա ավելի քան ակումբ։ Հնարավոր է, որ նրանք կատարեն եւս մեկ պատմական comeback եւ մենք ունենանք առիթ Բարսելոնայի մասին նորից խոսելու։ Լավ մնացեք, բայց չմոռանաք միանալ իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվել, մենք գնալով շատանում ենք եւ հուսով եմ դեռ կշատանանք։ Երկուշաբթի օրը ես հավանաբար կամ երեքշաբթի օրը կունենամ տեսանյութ արդեն top 5 լիգաների մասին, իսկ Չեմպիոնների լիգայի խաղերից հետո մենք Չեմպիոնների լիգայի խաղերը կքննարկենք ոչ թե տեսանյութ տարբերակով, այլ իմ Telegram-յան ալիքում մեր ձայնային ուղիղ եթերներով, ինչը միշտ անում ենք։ Լավ մնացեք, ձեզ հետ էր Վաքսպորտի Վահագն Ամիրջանյանը։